Ողջույն սիրելի հետևորդներ, ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչեր եմ վերցրել մի քանի օրվա քաղաքից դուրս գալու տենց ճամփորդելու Հայաստանի մեջ համար։ Ուրեմն, վերցրել եմ կոսմետիկ միջոցներին վերաբերվում մածակալ, որ ձեռքիս տակ չունենամ, միշտ մազերը հավաքեմ, նոր հեշտ չպարվեմ։ Սա էլ մազերի համար է, իմ ամենասիրելի վիշապով բրոշնը կոսանելուց տենց օգտագործում եմ։ Հաջորդը վերցրել եմ AOA-ի սպունգը, վերցրել եմ այսպիսի 4 highlight, Elf-ի 4 պուդրա, վերցրել եմ այսպիսի վրձին, որը համ կլինի բանի համար, այդ ռումյանայի, համ կլինի պուդրայի համար, որ մի քանի վրձին չվերցնեմ իմ հետ, մենակ դա։ Սա թաց ռումյանան և կոնտուրը մի քիչ ցրելու համար, նաև highlight-ը։ Վերցրել եմ այս իմ ամենասիրելի թեք վրձինը, մինչելոց եթե հանդիպեմ ուրիշ սիրուն թեք վրձիններ, էլի կվերցնեմ, սրանով մենակ ես թեք վրձնով եմ կարողանում կոնտուր տարածել։ Թեք վրձին հոնքերը ներկելու համար, այսպիսի բնական մազիկով վրձին, սա հիմնականում ես ոչ թե ծեն եմ տարածում սրանով, այլ հոնքերի այդ ներքևի հատվածը լուսավորում եմ highlighter-ով։ Այսպիսի սանրիչ հոնքերի, հոնքերը ռաստուշովկա անելու համար բնական վրձին է, սա ավելի փոքր ռաստուշովկային է, սա կարող է ծայրերը աչքերի շրջանում կարող է ուզում մուգ գույն անեմ, սա շատ հարմար բան է։ Որով ֆոկուսը Հաջորդը BH-ի այս BH կոսմետիկան 19 թվականից սկսեց անկում ապրել, այն պրոդուկտները, որ ուներ, հետո չուներ, նույն պրոդուկտը ուներ, հետո էլ вообще չկար, հետո մտնում էր համարյա պրոդուկտ չունեին։ Մի խոսքով BH-ի այս պալետկան ես շատ եմ սիրում և հիմնականում հեսա կասեմ, որոնք եմ օգտագործում, ապա մեզ հայլին պետք չէ։ Ուրեմն, այս երկու գույնը, իմ ամենաշատ օգտագործվողը ռաստուշովկայի այս գույնն է, սրա հետ մքացնում եմ և ամենախադավոյ ու սիրուն գույնը, որ բոլորին սազում է, այս գույնն է։ Նշեմ, որ այս սև գույնը շատ լավ պիգմենտ ունի, արդեն 5 տարի օգտագործում եմ, նոր զգում եմ, որ արդեն ինքը հնանում է, պիգմենտը արդեն մի քիչ փշրվում է, բայց շատ լավ էր գծում, սուրմային որ չէի քսում, իրան էի տարածում։ Հաջորդը ես ասեմ, որ հոնքերի տարբեր, հոնքերը ներկելու տարբեր ծիներ եմ ունեցել, BH-ից էլ եմ ունեցել, ոչ մեկից գոհ չեմ եղել, ոչ մեկ չեմ օգտագործում, այս երկու գույնը, ովքեր ունեն այս պալետկան, սիրելի աղջիկներ, այս երկու գույնը խառնուրդ եք անում իրար, չէ կներեք, այս չէ, խառնեցի, այս ու այս կիրպիչն ու այս սիեռին խառնուրդ եք անում իրար, ու ինքան սիրուն է հոնքերը ներկում, էլ չասած, ովքեր ունեն այս պալետկան, BH-ի, այս երկու գույնը խառնուրդ արեք, հոնքերը ներկեք ու ինձ շնորհակալություն կհայտնեք իմ խորհրդի համար։ Ես Օй, փշրեցի։ Ես արդեն այս քանի տարի օգտագործում եմ դա ու շատ գոհ եմ։ Այս հիմնականում առաջ հոնքինն եմ օգտագործում։ Ուրեմն, վերցնում եմ այդ Art Deco-ի սուրմա, վերցնում եմ իմ հետ Stellar-ի 15 համարի մատիտ, իմիջիայլոց այս Stellar-ին շատ լավ մատիտ է, շատ փափուկ, լավ մատիտ է, չի ֆոկուսը կորչում, iPhone առ iPhone լավ կնկարի, զիբիլ անում, թե լավ նկարում, զահլես գնացել արդեն ես հեռախոսից։ Տեսնում եք ոնց է կորչում ֆոկուսը։
Մի խոսքով Stellar-ի մատիտը շատ լավ մատիտ է, շատ փափուկ մատիտ է։ Այս Mace-ը ինչ է, սրա ունը չեմ կարող ասեմ։ Վերցնում եմ 763 համարի մատիտը, շատ լավ գույն է։ Վերցնում եմ պատվիրած Թեմուից Artist ֆիրմանը 409 համարը, 409, շատ լավ մատիտ է, այս Stellar-ի նման փափուկ է։ Վերցնում եմ հոնքերիս համար այսպիսի մատիտ, վերցնում եմ նաև այսպիսի մատիտ շրթունքների համար, մուգ գույնը, Flormar-ի, իր դիզայնը вообще չեմ հավանում, բայց իր փափկությունը շատ եմ հավանում։ Մի խոսքով այս մատիտը, ուղղակի որ լայնն է, մի քիչ հարմար չի տարածելու համար։ Վերցնում եմ Touch Highlighter, նոր եմ սկսել այսպիսի բան օգտագործեմ, իրան պիտի զգույշ տարածես, մի փոքր շատ ես անում, աղջիկներ ջան, ինքը սիրուն չի լինում, պիտի շատ զգույշ, շատ քիչ տարածեք, 04 համարն ասա։ Վերցնում եմ Lip Gloss-ներից Pupa, այսպիսի գլոս, սրա մասին շատ եմ խոսել, եմ ալիքում ունեմ, արտակարգ գլոս է, շատ թիկ, պին տեքստուրա ունի, շատ լավ է մնում։ Վերցնում եմ իմ հետ այս գլոսը, Art Visage-ի, կարծեմ 06 համարն է, չէ 6 համարն է, հոտը արտակարգ լավն է, տեքստուրան լավն է, ինքը բավականին պին տեքստուրա ունի, լավ երկար է մնում, փայլը շատ լավն է, այս Pupa-ն սրա 3-4 գինն է, սա ավելի մատչելի է, սրա և դիզայնն ավելի հարմար լավը, և հոտն ավելի լավը, և տեքստուրան, ամեն ինչով ինքը Pupa-ից լավն է, ես Pupa այտենց չեմ էլ առնում, սրանք նվերներ էր, այս Pupa-ինը ավելի շատ այդքան չեմ օգտագործել, ինչքան թափել եմ, սաղ ծորում, թափվում գնում էր կորչում, իսկ սա Zolotoy Yablokayից եմ գնել, Sochi, շատ լավն է, շատ լավն է, Art Visage, այս տեսակը, փայլուն, ես իրան ամբողջությամբ չեմ անում, թեթև գլոսի վրայից մեջտեղի հատվածը փայլ եմ տարածում, շատ սիրուն աբյոմնի բան է ստացվում։ Վերցնում եմ հետ այս կոնտուրը, այս կոնտուրի վերաբերյալ վիդեո ունեմ, շատ լավ կոնտուր է, սենց լավ կոնտուր ես երբեք չեմ ունեցել, հեշտ ռաստուշովկա է լինում, հեշտ տարածվում է, ամեն տեսակի վրձնով շատ լավ է լինում, վերցնում եմ այս մագնիտիկայով այսպիսի շրթներկ, անուշ գույն է, այս Revolution ֆիրման է, վերցնում եմ էլի Revolution-ի նման շրթներկ է, սիրուն պերսիկ գույն է ինքը, պերսիկ, խեղտոտ պերսիկ կարիչնիվի գույն, այստեղ փոքրիկ օծանելիք ունեմ, այսպիսի գուբկա, պուդրան էլի, տենց բեյքինգ անելու համար, բեյքինգի այս պուդրան, հրաշք միջոցը, սրա վերաբերյալ վիդեո ունեմ, ուրեմն Միլանի և Dark Miss Միլանի մեջ իմ պատրաստած արդեն ռումյանան է, և Dark Min իրար հետ խառնուրդ եմ անում, շատ լավ ռումյանաներ է, շատ անուշ, թավշյա տեսք է տալիս, թինթ եմ վերցնում իմ հետ, Estee Lauder-ի սիճուկ եմ վերցնում իմ հետ, հոնքերի մեկը անգույն, մեկը սենց ֆիքսատոր, սա ավելի շատ անգույնը տենց ֆիքսատոր չի, սանրում է, ժելեի նման բան է, այս եմ վերցնում սենց վազիլինչիկ, վերցնում եմ կարեկտոր, վերցնում եմ ռումյանա, ժիտկի կարեկտոր, բան, անունը մոռացա, կանսիլերա մուգ կոնտուրինգ անելու, փայլուն ծենա, հրաշք ծենա, մակի ծեներից լավն է, ես առաջ մակ էի օգտագործում, սա համ կոպի վրա եմ տարածում, համ է կարած թեթև հայլայթ անես, ինքը ավելի ճիշտ հայլայթ է, ոչ թե ծեն է, ես իրան որպես ծեն եմ օգտագործում, ավելի շատ ծեն ա գնում, քան հայլայթ, Արտեկոյ վերցրել եմ, բայց մի հատ էլ սենց, էլի սուրմա եմ վերցրել, պրայմեր, տուշ,
Evelyn ֆիրմայի դեմքի կրեմ, տոնային կրեմ, Art Lux վիզաժի 130-ը, իր հետ մի քիչ մուք եմ խառնել, որ կարողանամ սկսեմ շատ բաց էր։ Եվ Lancome-ի այս մինատյուրնի բանը, օծանելիքը, շատ սուր է հոտը, շատ, բայց այդ անգամ որոշեցի դա վերցնեմ։ Մի խոսքով իմ կոսմետիկ միջոցները այսքանն են, որ իմ հետ մի քանի օրվա համար վերցնելու եմ։ Տեսանք իմ բաներն, որ ես ամեն օր քսում եմ, հիմա այսպես կարող է շատ թվա, բայց հիմա դե օրինակի համար ինձ պետք է մի հատ օծանելիք, փոքր օծանելիք եմ վերցրել, տոնային է պետք, չվերցնեմ, պրայմեր է պետք, չվերցնեմ, սնուցող դեմքի կրեմ, սիճուկ պետք է, պուդրա պետք է, կոնտուր պետք է, շրտներ բան պետք է, այս վրձինները սաղ պետք է մեզ, ավելորդ վրձին չեմ վերցրել, մի բան է պակաս եմ վերցրել, այս գուբկան պետք է, այս ռումյանաները պետք են, այս վազելինչի գլոսը մեզ պետք է, թինթը անպայման պետք է, եթե գլոս ենք քսում, սիրուն այդ վազելին ենք մի քիչ անում, սիրուն այդ մեր կարիճնիվի մատիտներն ենք անում, ոնց որ ձեզ ցույց տվեցի, եւ հետո մի քիչ է սրանից ենք անում թինտ ու նոր վրայից սա որ անում ենք, վրայից է կարամ մի փոքրել մեջտեղի հատվածը սա անեմ ու շատ սիրուն կոմբո էֆեկտ ենք ստանում։ Այս բանը պետք է մեզ սիրուն կոնտուրինգ անելու համար բացումուքերը, հոնքերի սրանք պետք է, ոչ բան ավելորդ չի, հա, ծենը և հոնքերի այդ ներկիչը մեզ պետք է, սենց անենք, 4 պուդրան պետք է, այս մեր վրձիները ցույց եմ տվել, ծենը և հայլայթը, տեսակ հայլայթ ինչքան քիչ եմ վերցրել, պետք է, ասենք այս 4-ը կարամ չվերցնեմ, բայց 4-ն էլ իր տեղն ունի, 4-ն էլ է պետք, տուշ մեզ պետք է, ես ունակ տանը կարող է տուշերի միքս անեմ, 2 տուշ խառնեմ, այս մազակալները մեզ պետք է, սուրման պետք է, գուբկան պետք է, մի խոսքով ստեղ չպետքական ավելորդ բան չկա, միակ բանը, որ կարանք հանենք, կարանք ասենք այս ու այս հանենք, մի քիչ պակասացնենք, հա, մի հատ էլ ասենք այս մեկն էլ հանենք, այն մեկը հերիք է օրինակի համար, բայց ինձ երկուսն էլ պետք է գալիս, այսինքն սրանք հանենք, բայց այդ երկու բանը կարծում եմ չի խանգարում, գլոսներն էլ ընդեղ սաղ պետքական գլոսներ է, տեսակ գլոսներն էլ է քիչ, և շրտներ, կարամ մեկ գույնի վրա կենտրոնանամ, մեկը վերցնեմ, լավ, վերցնենք այս մեկը հանենք, այս մատիտն է բերեք հանենք, վсё, ուրիշ ոչ մի հանելու բան ստեղ չկա, սաղ պետքական բաները, ահագին ծանր կոսմետիկա հավաքվեց, բայց ստեղ կոնկրետ ոչ մի ավելորդ բան չկա, սա ամենօրյա կոսմետիկ միջոցներն է գեղեցիկ դիմահարդարում ստանալու համար, այսքանն է, հուսով եմ օգտակար վիդեո էր, եթե ձեզ կոսմետիկ պրոդուկտներ հետաքրքիր, առանձին վիդեո կնկարահանեմ։